Եվ մենք նայում ենք Տիրոջ արած գործով, իր խաչելությունը, իր արյունը թափեց եւ դրվավ գերեզման եւ ամբողջ երկինքը սպասում էր։ Երկրիրա ոչ մի արարողություն չէր լինում, որտեղ մարդիկ գիտեն մահացելա, դրվելա գերեզման, ամեն բան ավարտին հասավ։ Փարիսեցիք իրանց քահանապետը իրանց գործին հասան, խաչեցին, նա մահացավ, դրին գերեզման, գերեզմանը փակվավ, մի բան է կնքվավ։ Այդպես բան չի լինում, գիտեք, որ գերեզմանը կնքեն եւ զինվորներ էլ դնեն, պահաբան։ Աշխարհի համար ամեն բան ավարտվավ, մավան հասավ։ Բայց մենք նայում ենք երրորդ օրը հոգևոր աշխարհում մեծ իրադարձություն տեղ ունեցավ։ Տերը գրված է հարություն առավ։ Գերեզմանը բացվավ, զինվորները տեսան, այդ լույսը տեսան եւ իրանք ինչ արին, սմա վախի եւ սարսափի մեջ էին։ Եվ ժողովուրդ ջան, ինչ տեղի ունեցավ հոգևոր աշխարհում մեր համար, սա շատ կարեւոր է, որ մեր հավատքը լինի հարություն եղած Քրիստոսի վրա։ Եթե տեսեք Պողոս առաքյալը գրում է, եթե Քրիստոսը հարություն չառներ, մենք ամենախղճալի մարդիկ ենք լինելու։ Ինչ էր լինելու, եթե Քրիստոսը հարություն չառներ։ Ես կհավատայի, ես կյանքում ենթադրենք Հիսուսին, որ նա փրկիչ է, ինքնձի պիտի պահի, չհիվանդանամ, առողջ լինեմ, ամեն փորձություններից պահի եւ մահանայ գնայ Աբրահամի գոգը, մի վայր, որտից որ չեն կարող դուրս գալ երկինք մտնել։ Ամենալավագույն տարբերակը դա էր, վերջ, ուրիշ ոչ բան չէր լինելու։ Բոլոր հին ուխտի սուրբերը մահացան եւ իրանք չկարողացան հարություն առնեին։ Իրանք պահվում էին համապատասխան վայրում։ Ինչու չեն կարող հարություն առնել, որտեղ մեղքի հարցը լուծված չէր։ Երբ որ մենք կարդում ենք Եբրայեցիների թուղթը 9-րդ եւ 10-րդ գլխում գրված ասма, քանի որ ցուլերի եւ նոխազների արյունը չէր կարող մեղքը ջնջել։ Այո, զոյերը անում էին, դա կոչվում էր ծածկոց, ծածկվում էր այդ զոյի արյունով, մեղքը ծածկվում էր, բայց բնաջինջ չէր լինում, չէր ջնջվում, որ դա գոյություն չունենար։ Եվ գրված է ամեն օր քահանան, ասма կանգնած տաճարում միշտ զոյեր էին անում մեղքերի համար, այս սխալի համար եւ այլն, տարբեր զոհաբերության կարգեր կար, եւ ասма միշտ այդ զոյերը անում էին, բայց գրված է ցուլերի եւ նոխազների արյունը չէր կարող մեղքերը ջնջել։ Եվ տեսեք, իրանք դա անելով ամեն օր հիշատակվում էր, որ մեղքի հարցը լուծված չի։ Մարդու խժմտանքը իրան հանդիմանում էր, որ մեղքը կա, չի ներվել, բայց չի ջնջվել, փաստացի չի ջնջվել։ Դա համար այդ զոյերը միշտ անում էին, հիշատակվում էր, որ մեղքի հարցը լուծված չի։ Դա համար երբ որ Հիսուս եկավ երկրի վրա, գրված է ինք ասում է մեկ զով մշտնջենապես ջնջեց մեր մեղքերը։ Այսինքն դրանք էլ գոյություն չունեն։ Երբ որ Քրիստոսը խաչի վրա մեղքերը ջնջեց, մենք նայում ենք բոլոր մարդիկ, որ պահված էին, իրանց մեղքերը որ ջնջվավ, նոր կարողացան հարություն առնեին։ Գրված է Քրիստոսի մահով հարություն առան, իր հարությունով մտան Սուրբ քաղաքը եւ շատերին երևցան։ Դա համար Եբրայեցիների թղթում մենք կարդում ենք Տերը ինչ գործ արեց։ 9-րդ գլուխ 12-րդ խոսքը, ոչ էլ նոխազների ու զովարակների արյունով, հապա իր արյունով մեկ անգամ սրբարանը մտավ հավիտենական փրկություն ստանալով։ Հավիտենական փրկության հարցը լուծեց։ Մեկ անգամ սրբարանը մտավ, քահանաները ամեն օր զոհեր էին անում, բայց մեզ չեն կարող սրբացնել եւ մաքրել։ Բայց ասում է ինքը մեկ անգամ մտավ, այն էլ ոչ թե տաճար մտավ, ինքը բուն երկինք մտավ։ Եվ մենք կարդում ենք հայտնության գրքում, որ տեսան մորտված գառնուկին, որ նա մտավ, երկինք մտավ եւ ամբողջ երկինքը Քրիստոսի զոհը ընդունեց։ Ամբողջ երկինքը ընդունեց։ Եվ երրորդ օրը Տերը հարություն առավ։ Տեսեք, Հիսուսը եթե իր երկրային կյանքի ընթացքում հոր կամքից մի պա դուրս գար, մի սխալմունք թույլ տար, թեթև սխալ, մահը իրան պահել էր գերեզմանոցում, ինքը չէր կարող հարություն առնել։ Բայց քանի որ իր կյանքում մենք նայում ենք, նա հոր կամքից ոչ մի վարքյան դուրս չեկավ,
լիովին հոր կամքը կատարեց, իրա վրա որևէ հանցանք սխալ բան չկար։ Դրա համար ասում այս աշխարհի իշխանը կգա եւ ին վրա բանը չունի։ Դրա համար մահը իրան չկարողացավ պայել գերեզմանում, դժողքում չկարողացավ պայել, նա հարություն առավ եւ իր հարությունով նա ջնջեց մեր բոլոր մեղքերը, որ բոլոր մարդիկ այսօր ի Քրիստոս, որ պիտի ննջեն, իրանք հարություն են առնելու։ Ինչի համար, որովհետև իմ մեղքերը Քրիստոսը ջնջել է։ Էլ ին վրա մեղք հանցանք չկա, որ մահը ինձ կարողանա պահի։ Դրա համար քանի որ իմ մեղքերը գոյություն չունի, մահին վրա էլ իշխանություն չունի, պետք է հարություն առնենք, թող իր անունը փառավորվի։ Դրա համար ժողովուրդ ջան, տեսեք, նա ներեց մեր մեղքերը։ Եվ ինքը գրված է 10-րդ գլխում, ասում է բուն երկինք մտավ, ոչ թե երկրի վրա սրբարանը մտավ, որտեղ քահանապետն էր մտնում, դա բուն երկինք մտավ, Աստծո ներկայության մեջ մտավ, իր արյունով մտավ, իր թափված արյունով է մտե, ցուլի նոխազի արյունով չի մտե, իր վերքերով է մտե, իր թափված արյունով է մտե, եւ այդ արյունը մեզ եղավ հավիտենական թողություն, մեզ հաշտեցրեց Աստծո հետ, գրված է մենք թշնամի ենք Աստծուն, բայց Քրիստոսը իր զոհովը մեզ հաշտեցրեց Աստծո հետ, նա միակ անձնավորությունն էր, որ կարող էր հաշտեցնել Աստծուն ամբողջ մարդկության հետ, երբ որ երկու ընտանիք աղա վիճում են, մի ահավոր դեպք է լինում, նայում են մարդիկ, ինչպիսի մարդու տանեն, որ երկու ընտանիքի հետ էլ մոտիկ լինի, որ կարողանան հաշտեցնեն։ Եվ այդ միջնորդը եղավ Հիսուս Քրիստոսը, մարդկության եւ Աստծո միջև, գրված է խաբություն եղավ, ռուսերենում գրված է ու միլոստիվիլ, այսինքն Աստծո բարգությունը Քրիստոս զոհը ինքը ամբողջովին իջացրեց եւ Աստված համաձայնվավ հաշտվել մարդկության հետ, դա եղավ Հիսուս Քրիստոսի միջոցով, նա եղավ այդ միջնորդը մարդկության եւ Աստծո միջև, ուրիշ միջնորդ չկա, ոչ ոք մեզ չէր կարող Աստծո հետ հաշտեցնել, որտեղ Աստծո բարգությունը ամբողջ մարդկության վրա էր, բայց Քրիստոսը այդ գործը կատարեց, ինքը եղավ այդ զոհը, որ Աստծո բարգությունը իջավ եւ Աստված հաշտվավ մարդկության հետ։ Եվ տեսեք, մի երկրային օրինակ բերեմ, որ ոնց է մարդը դիմացինի բարգությունը իջացնեմ։ Հին ուխտում մենք կարդում ենք, երբ որ Հակոբը խաբեց Եսավին, անդրանիկություն առավ, օրհնություն առավ, հետո փախավ Լաբանի մոտ։ Հիմա որ վերադառնում էր, Եսավ եկավ իրան դիմավորելու։ Հակոբը իմացավ, որ հետը 400 զինված մարդիկ կա։ Այս մարդը մտածեց, ինձ սպանելու է։ Իմ ընտանիքին կսպանի։ Ինչ արեց Հակոբը, որ դիմացինի բարգությունը իջացներ։ Երկու արատ կով, դե չգիտեմ, քանի հատ ոչխար, չէ, ուղարկեց։ Գրված անձան սիրտը կագղցնում է։ Ինքը նախորդ ուղարկեց, իր եղբոր սիրտը փոխվեր։ Էսի մարդկային միջոցն է։ Բայց Քրիստոսը, որպեսզի Աստծուն հաշտեցներ մեզ հետ, ինքը եղավ այդ միակ զոհը։ Իր արյան միջոցով մենք այսօր հաշտվել ենք Աստծո հետ։ Այդ զոհը եղավ մեր համար։ Դա համար դու այսօր Աստված քո հետ հաշտվել է, ինքը քո հետ կարող է հաղորդ լինել։ Եվ ինքը ոչ թե մտավ երկրային սրբարան, ինքը բուն երկինք մտավ։ Վարագույրը, որ պատրվավ տաճարում, սրբության սրբոցը բացվավ, որ այն ժամանակ փակ էր, մարդիկ չէին էլ կարող նայել, ներսում ինչ կա, գիտեին, բայց իրանց տրված չէր մտնել եւ նայել։ Բայց վարագույրը, որ պատրվավ, նշանակում է ամեն մեկիս համար ճանապարհ բացվավ, Աստծո ներկայության մեջ մտնելու, անձամբ Աստծո հետ հաղորդ լինելու։ Եվ սատանան սա չի ուզում, որ դու հավատաս եւ սրբարանը մտնես։ Դա համար երբ որ մեզ Սուրբ Հոգին բացում է, մենք սա պետքա տեսնենք եւ երբ որ դու մեղանչում ես, վրիմփում ես, դու իմացի, որ Քրիստոսը քո համար արյուն է թափել, ինքը եղավ այդ զոհը քո համար, քո մեղքը Տերը ոչ թե միայն ներում է, նա ջնջում է, որ էլ գոյություն չունի։ Երբ որ մի եղբայր մեղք է գործում, առավոտ աղոտ կանամ Տեր ներային մեղքը, հետո ցերեկն էլ այշում աղոտ կանամ Տերի մեղքը ներա,
երեկոյան աղոթքին, որ ծնգի է գալիս, էլի ասում է Տեր մեղքսները, Տեր ասում է որ մեղքը։ Այսինքն ես ոչ թե վերցել եմ, ես մոռացել եմ եւ ջնջել եմ, դա իմ համար գոյություն չունի։ Մենք որպես մարդ հիշում ենք, բայց Քրիստոսը, որ ջնջում է, դա նշանակում է գոյություն չունի։ Ադենց է Տերը մեզ ներում, թող իր անունը փառավորվի։ Եվ մենք նայում ենք 10-րդ գլխում գրված ասում է Տերը ասում է իր արյունով բուն երկինք մտավ, երրորդը մեզ սրբացրեց, մաքրեց, մեր մեղքերը ջնջեց, չորրորդը մեզ կատարյալ արեց։ Ասում է մեկ զով մեզ մշտնջենապես կատարյալ արեց։ Այո, մենք մեր մեջը նայում ենք, կատարելություն չենք տեսնում, բայց Քրիստոսի արյան միջոցով որ Աստված մեզ նայում է, ինքը մեզ միշտ տեսնում է կատարյալ։ Թող իր անունը փառավորվի։ Դամար ժողովրդյան, եւ նա ձեռք բերեց հավիտենական փրկությունը մեր համար։ Հավիտյանա մեզ գնել մեկ զոհով։ Դուք պատկերացրեք եք հին ուխտում, ինչքան մենք մեղանչենք, պետք է զոհ անենք։ Մի զոհ ես պիտի անեմ, որի մեղքին թողություն լիներ, որի մեղքը ներվեր, ծածկվեր, բայց Քրիստոսը գրված է մեկ անգամ զոհ եղավ, մեկ անգամ։ Եվ մշտնջենապես հոր աչում նստավ, եւ այդ մեկ անգամ զոհ լինելով բավարարեց, որ մենք ինչքան էլ մեղանչենք, այդ զոհը ջնջում է մեր բոլոր մեղքերը ու հանցանքները։ Մի զոհը, մի պատարագ եղավ Քրիստոսը եւ հավիտենության մեջ մեզ նստեցրեց երկնքում հոր աչում։ Դրա համար ժողովրդյան, այս հավատք ունենալով Տիրոջ վրա, որ ինչպես Քրիստոսը հարություն առավ, մավանից մի վախեցեք։ Այո, գալի է, դա փորձություն է, պետք է փորձվենք, մեզի մի անգամ է փորձելու, 10 անգամ չենք մեռնում, մի անգամ պետք է մեռնենք։ Բայց մավանից մի վախեցեք, որտեվ դու, եթե հավատքով ես ննջում, դու գիտես, որ մեռնես էլ պիտի հարություն առնես, որտեվ Քրիստոսը մեզ բերել այդ ազատությունը, եւ մենք Քրիստոսի հետ պիտի հարություն առնենք։ Դրա համար, երբ որ ժամանակը գալու է, որ մենք գնանք, դու աղոտ կարա, ասա Տեր ինձի պատրաստ է, ոչ թե եղբայրներին կանչ ասա աղոտեք փրկեք ինձի, չեմ ուզում մեռնեմ, չէ Տեր, եթե ժամանակ եկել է, դու ինձ ուզում ես վերցնես, դու ինձի պատրաստ է։ Հարության հույսով պիտի ննջենք, որ Քրիստոսը հարություն առավ, ես է պիտի հարություն առնեմ, իր անունը թող փառավորվի։ Համար ժողովրդյան, այս հույսը ունենալով Տիրոջ վրա, որ նա մեր մեղքերը մշտնջենապես ջնջել է, իր արյունով մեզ սրբացրել է, իր արյան շնորհիվ մենք կարող ենք մտնել իր ներկայության մեջ, իր այդ հաղորդ լինել եւ իր արյան շնորհիվ է, որ մենք երկինք պիտի գնանք։ Թող իր անունը փառավորվի։